բացի, քանի որ փաստաբանները տեղեկացված չեն այդ որոշման, այսինքն այդ նիստը տեղի կունենա եւ օրինակ մեկ օրը այսպես 18 լրանում է մեկ ամիսը, Սաղեթ Կարապետյան, ինչ կանխատեսումներ ունեն։ Տեսեք, մեխանիզմը հետևյալն է, լավ ի վերջո մենք որտեղից իմացանք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է։ Քանի որ քննիչը կալանքի երկարաձգման միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ պարտավոր է նաև նյութերը ներկայացնել դատարանին երկու օրինակից։ Մեկ օրինակը հանդիսանում է պաշտպանության կողմի համար նախատեսված։ Մենք այդ նյութերը ծանոթանալու շրջանակներում, պատկերացնում եք, այսինքն օրինակ նայում ենք նյութերը, այս պայդրությամբ արդեն 20 հատոր է, շուրջ 20 անունը դնենք։ Նայում ենք հերթական անհասկանալի թղթեր, անհասկանալի բնույթի ինչ-որ տվյալներ, այսինքն մենք ի վերջո երբ նայում ենք գործի նյութեր, մենք պետք է դա նայենք մեր պաշտպանյալի տեսանկյունից։ Այսինքն նյութերը կարող են լինել նաև, չգիտեմ, գրականության մասին, բայց դա ինչ կապ ունի, չէ՞։ Նա համապատասխան է համանման իրավիճակ է։ Այդ նյութերը նայելուց մենք հասնում ենք վերջին հատորին, մեկ էլ տենանք վայ Վճռաբեկ դատարանի որոշում։ Հասկանում եք, սա է եղել։ Այսինքն լավ որտեղից մենք երեք իմացանք, որ Վճռաբեկ դատարանի որոշում կա, որովհետև մեզ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի կազմից զանգը արեցին, ասեցին բարև ձեզ։ Միջնորդությունը մակագրվել է կոնկրետ դատավորին։ Կարող եք գալ գործի նյութերը ստանալ։ Պարոն Վարդանյանը մեր գործընկերը անհապաղ գնաց ստանալու։ Ու այդ ինչը նկարագրեցի, հենց տենց եղել է։ Այսինքն մենք նյութերին ծանոթանալու շրջանակներում մենք հավասար կողմեր ենք, ճիշտ հասկացեք, այսինքն Վճռաբեկ դատարանը իրականում չի կարող մի կողմի դատարան լինել։ Ինքը դրա համար կոչվում է դատարան։ Դատարանը երբեք ինչ-որ կողմինը չի։ Օրինակ քաղաքացիական գործերով ոչ հայցվորինն է, ոչ պատասխանողինն է, ոչ երրորդ անձինն է։ Քրեական գործերով ոչ մեղադրանքի կողմինն է, ոչ էլ պաշտպանության կողմինն է։ Իդեպ կարծնեք լավ բա ումն է, հանրությանը։ Բայց մենք այս դեպքում հասկանում ենք, որ այս տրիվիալ ճշմարտությունների մեծ խեղում կա։ Ես անկեղծ եմ ձեզ ասում, հիմա բացահայտենք այս հանգամանքներ, թող մեր քննիչը այս ժամանակահատվածը օգտագործի, թող տվյալներ մտածեն դրա շուրջ։ Մենք ուղիղ հարցնելու ենք որտեղից է Վճռաբեկ դատարանի որոշումը։ Որտեղից։ Եթե մեզ Վճռաբեկ դատարանը ամսի 14-ին միայն ասում է, որ իմացեք, հրապարակվելու է նոյեմբերի 13-ին եւ ոնց գրել են ողջամիտ ժամկետում, նայեք, օրել չեն ասում։ Ողջամիտ ժամկետում մասնակիցներին կուղարկվի նշված որոշումը եւ կհրապարակվի կայքում։ Այդ ողջամիտ ժամկետը մեր դեպքում ինչքան է եւ քննիչի դեպքում ինչքան է։ Այնքան հետաքրքիր է։ Լավ, իսկապես տրամաբանություն պետք է ունենա ցանկացած գործողություն։ Անկեղծ եմ ասում, նույնիսկ ապօրինությունները պետք է տրամաբանություն ունենան։ Եթե տրամաբանություն չեն ունենում, գիտեմ դա էլ է, չէ՞ տարօրինակ, բայց որտեվ դա է իրավիճակը, որովհետև Վճռաբեկ դատարանի պրակտիկայում դուք միշտ տենց կտեսնեք, այսինքն հետին ամսա թվով գրություն։ Իդեպ կհիշեք մի քանի տարի առաջ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում էին սկսել, դատավորի, որովհետև տենց ամսա թվերը լավը չէին ծանուցումների եւ ծանուցագրերի։ Ստեղ ձեզ փաստերը հրապարակել եմ, իդեպ փոստային առաքանով։ Ստեղ մի բան ասեմ, էլի։ Ստեղ մեր միջնորդությունը պետք է մերժվի, ուրիշ տարբերակ չունի, դա պետք է լինի։